Ողջույն հարգելի հետևորդներ, շատ էպիկ ինչ-որ առիթով եմ հարկադրված այս առավոտյան մտնել ուղիղ եթեր, անցած տարվա ամռանը արձանագրել էի մեքենայի ապակու ջարդել, մտածեցինք երևի թե միգուցե խուլիգաններ են, որովհետև մեր տան մեր շենքի բակում մոտ 30 մեքենա է գիշերները կայանում, ոչ մի մեքենայի ոչինչ չէր եղել, ունեի կասկածանք, որ դա կապ ունի իմ քաղաքական գործունեության հետ, որովհետև միայն ապակին էին ջարդել, մեքենայից ոչինչ չէին տարել, եւ խնդրեմ նախօրեին ազգային ժողովի լսումներից հետո, ազգային ժողովում իմ ունեցած ելույթից հետո նորից մեքենայի ապակին ջարդել են, էլի ոչինչ չեն տարել մեքենայի մեջից, էլի հարևանությամբ կանգնած մեքենաներից ոչինչ չեն տարել, չեն ջարդել, չեն վնասել, փորձում են կարծես թե ինչ-որ բան հասկացրած լինել, խնդրեմ այս ճղճիմության, այս ստորության, այս վախի դրսևորումները, որ ունեն այս իշխանությունները, ինչի եմ ասում իշխանություն, դե իրենք են պատասխանատվությունը կրում, մեր տարվա մեջ 2 անգամ եղել է նման դեպք, նույն ազդանշանը, նույն հեռահար խնդրեմ ապակիները այդտեղ ջարդված, եթե երևում է, սա էլ մեքենայի մեջ, խնդրեմ այս վիճակը, այս իշխանությունների ցինիկ ճղճիմ գործելավոճն է, կարծում եմ թե դրա տենսման բաներով ինչ-որ մարդկանց գործունեություն հնարավոր է կասեցնել, ամոթ է, վերջացրեք այս ամեն ինչը, դրանով ոչ մի բան դուք ինձ չեք կարող ասել, մեքենայի ապակի ջարդելը շատ ստոր խուլիգանական էժանագին ճղճիմ քայլ է, մարդկանց ահաբեկելու բնակելի շենքերի բակում, նշեմ նաև, որ երբեմն ուշ ժամի վերջացնելու պատճառով մեքենայի վարորդը չի լինում ինձ հետ, սա մեր խմբակցության մեքենան է,